Եկամտային հարկի մասին ԼՂ օրենքում առաջարկվող փոփոխությունները խորհրդարանը հաստատել է գործադիրը քայլեր է ձեռնարկում օրենքը կենսագործելու ուղղությամբ։ Նախաձեռնությունը սոցիալական ուղղվածություն ունի։ Առաջին նպատակը հիպոթեկային վարկ սպասարկողների բեռի թեթևացումն է։ Վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով վարձոաշխատողների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարները կվերադարձվեն։ Նախատեսվում է քաղաքացիների հայտերի ընդունումը սկսել ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համար վճարված եկամտային հարկի վերադարձման համար։ Նոր պայմանները տարածվում են ինչպես օրենքի ընդունումից հետո, այնպես էլ մինչև օրենքի ընդունումը 2008-ից ի վեր կնքված գործարքների վրա։ 2008 թվականի հունվարի 1-ից չէ կարծեմ պարոն ձեր բերված նոր կառուցված շենքերից բնակարանների տերերին, ովքեր վարկ են սպասարկում, հիպոթեք են ստացել այդ առումով, նրանց նկատմամբ էլ է այս կարգը աշխատել։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը պայմաններն է հստակեցնում, գույքը պետք է ձեռք բերված լինի առաջնային շուկայից, անկախ նրանից վարկը ձևակերպված է դրամով թե արտարժույթով։ Դիմումը պետք է հարկային մարմնին հասցեագրել, ներկայացնելով պահանջվող 7-8 փաստաթղթերից կազմված փաթեթը, դա առաջին անգամ։ Դրանից հետո եռամսյակը 1 պարզապես անհրաժեշտ կլինի դիմում գրել հարկային մարմնին, ներկայացնելով նաեւ հաշվետու եռամսյակում կատարված վճարումների մասին բանկի տրամադրած տեղեկանքը։ Հաշվվում են բնակարանի բոլոր համավարկառու համասեփականատերերի կատարած վճարումները։ Ծրագրի իրականացման համար 2015-ին 150-ից 200 միլիոն դրամ կպահանջվի։ Այս ծրագրից ակնկալիքները միայն սոցիալական ուղղությունից չեն։ Վարչապետը հույս ունի, որ հիպոթեկային վարկավորման ծրագրի մատչելիությունը պետք է շինարարության ոլորտը ակտիվացնի, առավել ևս, որ նոր պայմանները միայն առաջնային շուկայի վրա են տարածվելու։ Հին շենքերի սեյսմիկայի առումով մենք խնդիրներ ունենք։ Նշեցի, որ այդ նույն 60-ական թվականների կառուցված շենքերի ժամկետը արդեն անցել է։ Մենք ունենք տարբեր վթարային շենքեր, որտեղ եւս խնդիրներ կա։ Արայիկ Հարությունյանը չի թաքցնում, վաղը ավելի մեծ խնդիրներից խուսափելու համար եւ հանրապետության բնակարանային ֆոնդը թարմացնելու նպատակով անհրաժեշտ է հիպոթեկային վարկավորման պետական ծրագրից աստիճանաբար բացառել երկրորդային շուկայի գործարքները։ Գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ հաստատված որոշումներով հստակեցվեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշ գործառույթներ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած փոփոխություններից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կրթության համար պայմանների ապահովմանն է ուղղված։ Գործող կարգը այդ առումով բացեր ունի։ Գործող կարգով ուսումնառության կարողությունների սահմանափակումների դասակարգման մեջ նշված չէ ներառական կրթություն ստանալու հանգամանքը եւ հաշվի չի առնվում կրթություն ստանալու համար առանձնահատուկ պայմանների կարիքը։ Նախագծով առաջարկվում է առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար կրթական համակարգում ստեղծել համապատասխան պայմաններ եւ հաշվի առնել որպես ուսումնառության կարողության սահմանափակման դասակարգիչ։ Հանրապետությունում շտապօգնության ծառայությունն արդիականացնելու խնդիր կա։ Առողջապահության նախարարի տեղակալը դրան ուղղված միջոցառումների ժամանակացույցն է ներկայացրել կառավարության հաստատմանը։ Նախագծի նպատակներն են բնակչությանը ցուցաբերվող շտապ եւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիության, որակի եւ արդյունավետության բարելավումը, կյանքի սպառնացող վիճակներում շտապ բժշկական օգնության ծառայության արդյունավետ կազմակերպումը ԼՂ ամբողջ տարածքում։ Ելակետային է լինելու 2015-ը, բարեփոխումներ են նախատեսվում ծառայության բոլոր օղակներում, շենքային պայմաններից եւ ավտոպարկի թարմացումից մինչեւ բուժանձնակազմի վերապատրաստում։ Կրթության եւ գիտության նախարարը կրթաթոշակների տրամադրման եւ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման կարգում է փոփոխություններ առաջարկում։ Մասնակի փոխհատուցման հնարավորություն կունենան նաեւ որոշակի խավերի հեռակա բաժնի ուսանողները։ Արտադրական ենթակառուցվածքների փոխնախարարը կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում սուբսիդավորում կատարելու առաջարկով է ներկայացել։ Շատ դժգոհ եմ տրանսպորտի այսօրվա իրավիճակից, իսկ այդ սուբսիդավորումը ես չեմ գտնում, որ սրանով մենք հարց ենք լուծելու, մենք ընդհանուր պետք է վերանայենք մեր տրանսպորտի քաղաքականությունը։ Ներկայացված առաջարկը մերժվեց, վարչապետը սպասում է ոլորտում առկա խնդիրների լուծման ավելի ընդգրկուն ծրագրի։ Փոխարենը Տիգրան Գաբրելյանի ներկայացրած մյուս նախագիծը ընդունվեց առանց անդիմախոսության, հաստատվեց այն կառույցների ցանկը, որոնց էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի եւ կապի մատակարարումը արգելվում է դադարեցնել։ ԼՂ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների առաջարկով է գործադիրի նիստին ներկայացել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը։ Քաշաթաղի շրջանում է համայնքների թիվը փոխվել։ Շրջանի 11 համայնքներ միացվել են շրջանի այլ համայնքներին որպես
համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր։ Նախագիծն ընդունվեց նաև սպորտի պետական կոմիտեի նախագահի առաջարկը փոփոխություններ կատարել հայաստանյան եւ միջազգային առաջնություններում հաջողությունների հասած արցախցի մարզիկներին պարգևատրելու կարգում։ Փոփոխության հետևանքով լրացուցիչ գումարներ չեն պահանջվի։ Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետը հաստատման է ներկայացրել Քաշաթաղի շրջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների 335 անուն պարունակող ցանկը։ Վարչապետը առաջարկ ուներ ցանկում բավական հետաքրքիր հուշարձաններ կան, ինչու դա չներկայացնել առանձին գրքույկով իրենց լուսանկարներով ու նկարագրերով։ Վարչության պետը խոստացավ կլինի։ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը տարեվերջին սպասվող մարտահամարին ընդառաջ կառավարության դատին է ներկայացրել հարցաշարը։ Հաստատվեց։ Օրակարգի վերջին հարցով ամբիոնին է մոտենում Ստեփանակերտի քաղաքապետը։ Առաջարկվող փոփոխությունները հարկային ոլորտից են։ Նպատակը համայնքային բյուջեի եկամուտներն ապահովելը։ Կառավարությունը առաջարկին հավանություն տվեց, կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Նորեր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր